Դատարանը նախորդի հարցի քննարկման ժամանակ դիտարկում է կատարել, որը ըստ էության բխել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության ազգագրքի վերաբերյալ նորմերից, ինչպես նաև ոլորտի կարգավորում, մի հետ կարգավորումներից եւ ինչ էր ավելի կարևոր նաև մի հետ կոնվենցիայից, որը ինքնին նախատեսում է թույլտվություն նահանջ կատարել անձի համանդրական իրավունքներից ազատ հրաշաշխվելու իրավունքին իշակ իրական գործի քննության նպատակահարմարություն։ Տվյալ դեպքում սույն իրական գործի քննության համար արձանագրված հիմքերի համատեքստում դատարանի դիտարկումը կայացել է այն, որ հական միջոցներից առնվազն այդ փուլում կալանքն է, որ իրավազոր է ապահովել այն նախատեսական ենթադրությունները, որոնք որ արձանագրված են։ Ներկայությամբ թեկուզ եւ քրեական գործի քննությունը իրականացվում է բավականին դինամիկ, ինչպես նաև հենց կողմերները չկոչեցին դատարանի կողմից գործի քննության ջանասիրությունը, որը կասկածի տակ դնող տվյալ կամ փաստարկ նշված արձանագրելով դատարանը արձանագրում է, որ արտադրության գործի քննության ընթացքով պայմանավորված եւ դատաքննության 3 ամսյա ժամկետին մոտ ժամանակահատված անցնելու պայմաններում թեպետ եւ գործի քննությունը արձանագրել է որոշակի տեղաշարժ, սակայն այդ արձանագրված տեղաշարժը այն աստիճանի չի որը նսեմացներ կամ կիչացներ այն ռիսկերը կամ մտավախությունները, որոնք ուրախ էին դատարանի կողմից նախորդիվ կայացած որոշումներով արձանագրված պայմաններ եւ հիմքերի ինչով էր պայմանավորված Գևորգ Հարությունյանի եւ Նարեկ Օհանյանի վերաբերյալ կիրառվելի հաղթահարմիջոցների ներկայումս փոփոխման հնարավորություն չի դիտարկում արկա իրավական պայմաններում ժամկետը երկարացվում յուրաքանչյուրի համար 3 ժամկետ որոշումը կողմի կողմերին եւ կբացատրվի որոշման համաձայն չլինելու դեպքում 10 օրյա ժամկետում ստանալու բայց